Վատ բան եմ ուզում ասես չի ստացվում էլի։ Հայրը ավելի շատ սիրում են թափել, քան ուտել, որ մտքից ծայրով էլ չեն ասում, որ իրավաբանական ֆակուլտետից դուրս գաս կգնաս կմտնես մսի խանութ։ Մենք հայրս խորովածը ճիշտ ենք սարքում, թե սխալ։ Տավարին շաբաթը մեկ շոկոլադ են կերցնում։ Թե շոկոլադը թամա գալիս։ Ճապոնիայում մեծացված Քոբի նահանգից դուրս եկած մի սոր կոչվում է Քոբի, դրանից կա ընդամենը 3000 հատ կով, ու պետությունը չի թողում, որ ավելի լինի։ Իսկ հնարավոր է այսօր Ամերիկայում առանց բանկի հաշվին դրած փողի բիզնես հիմնել։ Այն ասածս, որ անում ես, փողը ինքն իրան գալիս է։ Վերջերս եկած հայերի հետ շատ բան է, եկել շատ բան է փոխվել։ Մարդիկ սերվիս են ուզում, մարդիկ էկզոտիկ բաներ են ուզում։ Վեգետարիանիստները չեն եկել դեռ ցույցերով։ Տավարը Ճապոնիայից մինչև Իսպանիա, թռչնամթերքը Իսպանիայից մինչև Պորտուգալ, բացմանը մոտավորապես 600 հոգուց ավել մարդեր եկել։ Մենք հաճախորդներ ունենք, Արիզոնայից են քշում գալիս մեր։ Եթե չեն սիրում միս, մենք իրար հետ չենք աշխատում։ Թիմից շատ գոհ եմ, շատ հոյակապ մարդիկ են։ Ավելի սիրուն պատասխան չէր կարող։ Ես եւ գործընկերներս բոլորին հավասար այնտեղ աշխատում ենք։ Շատ մեծ ծխացման ապարատ ունենք, ավարի լեզվից քյաբաբ ենք սարքում։ Շատ ուրախ կլինեմ, որ օրինակ լինենք ու նման տիպ խանութներ շատանան։ Ողջույն բոլորին, Menu.am-ն է եթերում, ես Արման Մարգարյանն եմ, մենք շարունակում ենք բացահայտել մեր հայրենակիցներին ու այստեղ Միացյալ Նահանգներում նրանց հիմնած հաջողակ բիզնեսները եւ այսօր խոսելու ենք Legacy Butchery-ի մասին եւ մեր տաղավարում է այսօր մեր հյուրն է համահիմնադիրներից մեկը Հրանտ Մնացականյանը։ Հրանտ ջան, բարև։ Բարև ձեզ։ Ոնց ենք։ Լավ, դուք։ Լավ, արի մի անգամից ես ճիշտ ասած, երբ որ պատրաստում ես Butchery բարի pronunciation-ի վրա է աշխատում, ֆրանսիական ինքը բառը, Butchery, չէ՞։ Butchery, այո։ Butchery։ Ոնց ենք ասում ստեղ։ Butchery։ Մենք ասում ենք Butchery, որտեղ դժվար է։ Հա, հեշտացնում Այո, լայն զանգվածների համար դժվար է։ Հա, բացի այդ զգացել եմ, որ ստեղ լոսում ու երևի ընդհանրապես Ամերիկայում անգլերենը, ընդհանրապես լեզուն ինչքան կարողանում հեշտացնում են։ Ճիշտ է, տենց է։ Ինչի՞։ Որ ժամանակ ամեն ինչն եմ փորձում ստեղ հեշտացնել, ոչ միայն դա։ Բայց բիզնեսներն են հեշտացնում, թե բիզնեսը փորձում են տանեն այն ուղղությամբ, որ իրանք են ուզում, բայց եթե հանգարց ընկնես այդ հունի մեջ ու գնաս ինչ որ հաճախորդներն են ուզում, շատ արագ կկորցնես։ Լավ, մի քիչ ուրիշ տեղից պետք է սկսենք, բայց կապ չունի, քանի որ թեման ստեղ գնաց, հետաքրքիր է, ես վերջերս եմ եկել, բոլորը գիտեն ու դրա համար շատ բաներ ինձ համար նորություն է։ Ասենք մտնում եմ ինչ որ տեղեր մեկ-մեկ ու հասկանում եմ, որ ոչ վերանորոգումն է նորմալ։ Ոչ ինչքան էլ որ ընդունված է, որ ստեղ պետք է ամեն ինչ ոչ մաքրությունն է տեղը։ Մտնում եմ, նայում եմ, մտածում եմ, տարածքը, բայց կարելի է մեծ ռեմոնտ անել։ Ինչի է ստեղ, դες չեն պահանջում մարդիկ, որ ավելի որակյալ լինի։ Ես քեզ խորհուրդ կտա երկրորդ անգամ չգնաս այդ տեղը, գնաս այն տեղը, որը վերանորոգված է ու նման հարցեր ու զգացողություններ չունենաս։ Դրա համար մենք սարքեցինք այս տեղը, որ դու գաս տեսնես, որ ամեն ինչ իդեալական մաքուր է ու սպասարկումը բարձր մակարդակի վրա ու քո մոտ վատ զգացողություններ չլինի, որ միտեղ գնացել է, այ մոռանաս այդ միտեղը գաս մեր մոտ։ Okay, լավ, կգամ ձեր մոտ ուրիշ տեղ չէ։ Լավ։ Ռան ջան, արի պատմենք որտեղ ես ծնվել, որտեղ ես սովորել, երբ ես եկել Ամերիկա, միջև գալը, ինչով ես զբաղվել, background պատմությունը։ Ծնվել եմ Երևանում 82 թվականին, այդպես տրադիցիոնալ գնալ, ավարտել եմ տեղի ծխական դպրոց։ 2003-ին տեղափոխվել եմ Ամերիկա, սովորել եմ Հայաստանի Պետական համալսարանի իրավաբանական բաժնում, հետո տեղափոխվել եմ Ամերիկա, 10 տարի ապրել եմ մենակ, հետո ծնողներս են եկել, տարբեր բաներով եմ զբաղվել, բայց հենց որ եկել եմ, աշխատել եմ մսի խանութում, Հոլիվուդում մի հատ մսի խանութ կար փոքր, բայց շատ հայտնի, շատ որակյալ, հայկական, աշխատել եմ այնտեղ, դրանից մի տարի, 2 տարի աշխատել եմ այնտեղից դուրս եմ եկել, զբաղվել եմ տարբեր բաներով ու հիմնականում ինչ որ ձեռնարկել եմ հաջողակ է եղել, բայց այդ մեջս մնացել էր այդ մսի հետ կապված սերը ու տարիներ հետո հետ վերադարձա դրան։ Իսկ այդ մսի հետ կապված սերը ոնց որ ասես տեղ առաջացավ, թե Երևանում էլ ինչ որ կապ կար։ Միշտ սիրել եմ ու առանց միստ, այո, չեմ կշտացել, այո։ Ուտել շատերն են սիրում, բայց հետո ուզում եի իմ ունենայի, որ իմ ուզածը, որտեվ տեղեր կար գնում էի, քո ուզածը չէին ունենում, չէին կտրում, ճիշտ չէին տալիս, ուզում էի իմ ունենայի, որ ես ինձ բավարար է։ Այդ Երևանում թե ստեղ։ Ստեղ, ամեն ինչը ստեղ։
Okay, եւ ընդունվեցիր գործի այդ խանութը դրա պատճառով։ Չէ, այդ խանութում գործի ընդունվեցի, որովհետեւ շատ տարբերակներ չկար այդ ժամանակ ու մտքից ծայրով էլ չէր անցնում, որ իրավաբանական ֆակուլտետից դուրս կգնաս կմտնես մսի խանութ, բայց papas միշտ սովորացրել էր, ասում էր, որ կապ չունի որտեղ կլնես, եթե տեղ ես թեկուզ ժամանակավոր աշխատի մի բան սովորես։ Շատ բարեհամբույր էին այդտեղի տերերը եւ աշխատակազմը ու շատ բան սովորացրել էին ինձ ու տենց մնացել էր իմ մեջ։ 20 տարի առաջ մոտավորապես եկել ես Ամերիկա։ 21 տարի առաջ։ 21 տարի առաջ։ Այն ժամանակ իհարկե ելի կային շատ հայեր, բայց հիմա շատացել են վերջերս ասում են։ Հիմա այս մեր վերջերս եկած հայերի հետ շատ բան է եկել, շատ բան է փոխվել թեկուզ բիզնեսում, սպասարկման ոլորտում եւ այլն։ Այո, շատ։ Ինչ օրինակ։ Պահանջարկ։ Օրինակ այն ժամանակ նույն մսերի տեսականին շատ ուրիշ էր, հիմա շատ ուրիշ պահանջարկ կա ու որը գոհացնում է իհարկե դա մեզ առաջ է տանում մեր գործի մեջ, մատուցման ձև, էպման տարբերակներ եւ այսինքն դեպի լավն է փոխվել, որովհետեւ ովքեր որ եկել են պահանջում են ավելի բարձր որակ։ Այո, եւ նոր եկողների մեջ շատ լավ մասնագետներ կան, որ եկել են շատ։ Okay, լավ, հիմա բարի ուրեմն պատմենք մեր Bushuri մասին։ Ես բառը միշտ փորձել եմ տարբեր ձևեր, Bushuri, okay, լավ, բարձրացնենք։ Ոնց ստացվեց, որ բացեցիք, ովքերով նախաձեռնեցիք եւ այլն։ Գաղափարը առաջացավ COVID-ի ժամանակ, մարդիկ երբ որ տանը շատ մնացին, անելու բան չունեին, սկսեցին էփել։ Բոլորը սկսեցին էփել։ Երբ որ սկսում են էփել, արդեն իրանց ճաշակն էլ է բարձրանում, նորություն են ման գալիս, եղած արդեն չի բավարարում։ Ու իմ ընկերոջ հետ, որի հետ 21 տարի առաջ աշխատել ենք ու ես իր մոտ եմ աշխատել այդտեղ, իրար հետ որ եկավ այդ գաղափարը, որ արի նման, որտեվ հասունացել է այդ պահը, մարդիկ սերվիս են ուզում, մարդիկ էկզոտիկ բաներ են ուզում, ու այդ ժամանակից սկսեցինք իրար հետ գաղափարը այդ ժամանակ առաջացավ։ Okay, այն մարդկանց համար ովքեր որ չեն պատկերացնում ինչի մասին եք խոսում, արի մի քիչ բացատրենք, ինչ ենք այնտեղ առաջարկում մարդկանց եւ այլն։ Հիմնականում տավարի, խոզի, ոչխարի եւ թռչներ են։ Բայց ամեն ինչը փակագծերը բաց եմ, օրինակ տավարը Ճապոնիայից մինչև Իսպանիա, թռչնամթերքը Իսպանիայից մինչև Պորտուգալ, ամեն ինչ բերում եք ընդդեմ բերում ենք։ Հիմա շատ մեծ հետաքրքրություն կա նոր բաների, որտեղ մարդիկ անընդհատ նոր բան են ման գալիս, մենք էլ գտնում ենք այդ նոր բաները աշխարհի տարբեր ծայրերից եւ բերում ենք մեր մոտ։ Իսկ ինչով ասենք, չգիտեմ, մեր հայկական տավարը կամ Կալիֆոռնիայի տավարը Ճապոնիայի տավարից տարբերվում։ Գեներով։ Ճապոնիայի տավարը շատ ավելի յուղալի է, նրանց չեն բարձրացնում սարը, նրանք այդքան չեն քայլում, այդքան դասական երաժշտություն են լսում, հա, այդ պատմությունը։ Դասական երաժշտություն լսում են, այո, բայց օրինակ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ռոկը շատ ավելի լավ է իրենց համար, քան դասականը։ Նաև կա հետազոտություն, որ ռոկը ու դասականը էներգետիկայով իրար շատ նման ոճեր են, երևի դրա համար։ Ամենուտը։ Okay, բայց մոտեցումների տարբերություն կա, հա։ Եվ մոտեցումների, նայեք, մենք որ միս ընտրում ենք, պարտադիր ընտրում ենք այն մսերը, որ մարդավարի մեծացվել են, մարդավարի process են արվել եւ մենք մարդավարի մատուցում ենք դա ձեզ։ Այսինքն կենթանուն երբեք չեն տանջել, կենթանին հնարավորություն է ունեցել ազատ շարժվի, գնա արև տեսնի, ջուր խմի, խոտ ուտի, երբ որ իրան մորթել են, իրան չեն վախեցրել, մի խոսքով ամեն ինչ մարդավարի, դեղեր չեն տվել, անտիբիոտիկներ չեն տվել, հորմոններ չեն տվել, այսինքն ուրախ լավ կյանք է ապրել։ Okay, մի քիչ արի պատմենք բացման process-ի տեխնիկական մասի այդ պատմությունը, որտեղ տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է լինում, ձեր մոտ ոնց եղավ, հեշտ եղավ, բարդ եղավ։ Մենք բարդ լուծումներ ունենք խանութում, հատուկ սենյակ ունենք, որը պատից պատապակի է, որտեղ մենք միսը կտրատում ենք դեմքով դեպի ձեզ, որպեսզի դուք տեսնեք ինչ է կատարվում։ Նման բաների թույլատվություն ստանալը դժվար է։ Ածուխի վրա էփելու թույլատվություն ստանալը դժվար է։ Ամեն ինչը մեծ խնդիրներ էր, մեզ տևեց 3 տարի, 3 ամիս, մինչև վերցած օրից տեղը, մինչև ավարտը 3 տարի, 3 ամիս տևեց։ Այսինքն 3 տարի, 3 ամիս վարձ եք տվել։ Այո։ Հետաքրքիր է։ Ու 3 տարի, 3 ամիս ստեղ ոնց որ ասում են, պերմիտներն եք փորձում ստանալ։ Այո։
Շինարարությունը 6 ամիս է տվել, շատ արագ արեցինք, այնտեղ ապրանքներ ունեինք, հնեցման ապարատներ ունենք, որ միսը հնացնում է, dry age կոչվածը, բերել են Գերմանիայից ինքնաթիռով, մնացած բոլոր ապրանքները, ինչ ունենք խանութում, բոլորը ամերիկյան են։ Լավ, իսկ երբ բացվեց ու ինչ բաց լրացրեցիք այստեղ համայնքում բացվելին սեպտեմբերի 20-ին ենք բացվել։ Այն ինչ որ մենք մտածում էինք, այն պահանջարկը որ կար, դեռ կար COVID-ից սկսած ու մենք փորձեցինք այդ լրացնել։ Գլենդելում չկար նման բան։ Թե կարող ենք ասել, ուզում մեծամիտ լինել, Լոսում չկա, Կալիֆոռնիայում չկա։ Մի քիչ չակեր բացեի, բայց չեմ ուզում։ Չէ, բայց եթե իրոք այդպես է, ինչ չէ, արի պատմենք, որովհետև կարծում եմ, որ դեռ ոչ, դեռ չկա, բայց շատ ուրախ կլինեմ, որ օրինակ լինենք ու նմանատիպ խանութներ շատանան։ Նայեք, անընդհատ կենտրոնացած ենք մաքրության վրա։ Իմ առավոտից գիշերվա առաջին մտահոգումը խանութի մաքրությունն է։ Ունենք 2 աշխատող։ Այդ A-տարը ունեք մի խոսքով բնականաբար։ A ունենք, աշխատում ենք A+-ի վրա, շուտով կունենանք A+։ Բայց A-ը մենակ մաքրության հետ կապված չի, այնտեղ ուրիշ բաներ էլ կա, բայց մաքրությունը համար մեկն է։ Դրանից հետո նոր գալիս է սպասարկումը։ Ինչքան էլ մենք լավ ձեզ համով միս տանք տավարի, եթե մաքրությունը տեղը չլինի, լավ չմատուցենք, լավ չտանք, ձեր դուրը չի գալու։ So սպասարկումը երկրորդ տեղում է։ Նոր գալիս է ապրանքը, հետո մնացած ամեն ինչ։ Քաղցած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Վեգետարիանիստները չեն եկել դեռ ցույցերով։ Չէ։ Շիկետներով։ Չէ, բայց սպասում են։ Սպասում են։ Լավ, օքեյ, արի հիշենք առաջին օրը բացեցինք, հա, 3 տարի, 3 ամիս իրականում շատ երկար ժամանակ է, շատ փող եք ծախսել երևի այդ։ Մեծ գումարներ ենք ծախսել, բայց արդարացված էր, չենք փոշմանել։ Գիտեք, այսինքն գումարը ծախսելով մեկը գիտեիք, որ միջև վերջ պետք է գնաք։ Չեմ ուզում կոնկրետ թվերը հարցնեմ, բայց մոտավորապես պատկերացնում եմ, հա, վարձը ինչ կարժենա ու մնացած ծախսերը երևի բավականին մեծ 200-300 փող եք ծախսել։ Մի փոքր ավել։ Դա մենակ վարձի վրա։ Ինչ եք մտածում այդ ժամանակվա։ Ինձ հետաքրքիր է այդ պսիխոլոգիան, հա, որ այդ փողը ծախսում եք ու ինչ որտեղ խլը པարզ չի, այդ փողը հետ գալու է թե չէ, աշխատելու է թե չէ։ Գիտեք, հայի բնավորությունն է, որ մի բան բռնում ենք, բաց չենք թողում, տանում ենք մինչև վերջ։ Okay, ճիշտ բնավորություն է։ Այնքան սպասված էր, բացմանը մոտավորապես 600 հոգուց ավել մարդեր եկել, ու այդ Glennox-ի վրա տեղ չկար, Glennox-ը փակվել էր, մի հատ չգիտեմ, ասես մեծ մի բան, մենք սպասում էինք շատ մարդ, բայց այդքան մարդ ու շատ մարդ էլ չէր կարողացել գա, որովհետև Glennox-ը փակվել էր, չեն կարող գան փառք անային մարդիկ։ Ձեր պատճառով փակվել էր Glendale-ի։ Մեր առաջի ռիվյուն վատ ռիվյու ա եղել Yelp-ի վրա, որտեղ մեկը գրել էր, որ ուզում էի կողքի liquor store-ը գա, այնտեղ butcher shop էին բացել, փողոցը փակել էին ու ես չկարողացա գնալ։ Դե այստեղ կարող ենք վիճենք լավն է թե վատն է այդ ռիվյուն։ Դե ես ուզում էի որ մնար Yelp-ը հանեց, բայց ես շատ ուզում էի որ այդ մնար, որտեղ դա շատ լավ ռիվյու է։ Դա գովազդ էր, այսինքն այս բաչր շոփա, որ մի աստղանի գովազդ էր։ Հա, որ փակվել էր փողոցը։ Okay, Glendale-ում, որովհետև դե հարմար է, հա, մերոնք են շատ ապրում Glendale-ում, ինչի են Glendale-ում ընտրեցին։ Նախ մաքուր ապահով լավ քաղաք է, հետո այո հայկական դիասպորան մեծ է շատ ու ոչ միայն հայեր, բայց հավատացեք կապ չունի որտեղ եք բացում լավ մսի խանութ, մարդիկ քշում հասնում են դրա համար։ Եթե ուզում են, եթե մարդը սիրում այն-որ մի բան մանա գալիս, ինքը չի ալարի, ինքը քշի կհասնի։ Մենք հաճախորդներ ունենք, Արիզոնայից են քշում գալիս մեր մոտ։ Արիզոնայում լավ միս չկա փաստորեն։ Իրանց ուզածը փաստորեն չկա։ Օրինակ մի հատ տավարի միս ունենք, որ հիմա Ավստրալիայից է գալիս, տավարին շաբաթը մեկ շոկոլադ են կերցնում։ Այս պահին մենակ մենք ունենք ու իրանք շատ սիրում են։ Իսկ հետաքրքիր է, տավարին որ շոկոլադ են կերցնում շաբաթը մեկ, իրանից հետո շոկոլադը թամա գալիս։ Քաղցրություն ունի ու աղիություն ունի։
Օրինակ ես երբ որ այդ միսը ուտում եմ, ոչ աղեմանում վրան, ոչ բիբար, իրան ուտում եմ հենց, հա, ինքը ունի այդ համերը։ Իսկ էլ ինչ հետաքրքիր տես բաներ կան, տեսեք, դասական երաժշտությունը Նոր Զելանդիայում հասկացանք ռոքի է թեքվել արդեն, շոկոլադի միս են, օրինակ ես չէի լսել նման բան։ Հա, շատ, կա նաև որ զեյթուն ա կերել, կա որ խաղող են տվել, հիմնականում այդ ֆերմաները դնում են օրինակ շոկոլադի գործարանի կողքը կամ խաղողի գործարանի կողքը ու ընդեղից ավելացած խաղողը տալիս են ուտում են, օրինակ այդ տավարի յուղին որ նայեք ինքը վարդագույն է, սպիտակ չի։ Ու համերկավ ես ես պետքա պատմեմ որ դուք կարող է առաջ անգամ ուտեք չզգաք, բայց երբ որ պատմում ես իմանում ես ավելի արտահայտի սկսում ես զգալ։ Մսի սոմելիե եք էլի փաստորեն ստացվում, հա, նաև հետաքրքիր է նկարները հիշեցի, որ ասում է դու այնպես ինչ ուտում ես, այդ փաստորեն նաև կենտրոններ է վերաբերում, մեզ էլ է վերաբերում, թե գնենք ինչ ուտում ենք։ Ճիշտ է։ Իսկ սկզբից երևի հիմնականում մերոնք եկան, ինչպես ընդունեց համայնքը ընդհանրապես։ Մենք սպասում ենք, որ սկզբում միայն մերոնք են գալու, բայց տենց չեղավ, բարեբախտաբար ու մենք չէինք ուզում միայն սահմանափակվենք հայկական շուկայով, եկան նաև այլազգիներ, շատ։ Շարունակում են գալ, այո։ Տոկոսային հարաբերությունը մոտավորապես։ Դե հայերը գերակշռում են, երևի 70-30։ Հայերը դե շատ են միս սիրում։ Շատ են սիրում միս ու հայերը ավելի շատ սիրում են թափել, քան ուտել, որ ես միշտ իմ խրճին դարդա լինում, որ ասում եմ բավարար է, ասենք, մի տարեք, վաղ եկեք էլի առեք, չէ, թող շատ լինի, թող չգիտեմ ինչ լինի, բայց շատ են թափում։ Իսկ ես նայում եմ այդ ոնց որ մեր աշխատանքը գնա թափի, իմ դուրը չի գալիս որ թափում են։ Հայերը ինչ հաշվարկով են առնում, մի հոգուն մի պաունդ երևի։ Ասում են մի հոգուն մի պաունդ, հետո ասում է Գագոն ոչխար էր սիրում, Արսենը էր սիրում, բաներ սիրում, վերջում դառնում է ամեն մեկին 3 պաունդ միս։ Հա, դա էլ չեն ուտում, չէ։ Կարող է Գագոն ուտի։ Գագոն մի կտոր պիտի կամ լավ 3 կտոր պիտի ուտի, շատ չի ուտել։ Հասկացա։ Եկեք բացատրենք ինչա նշանակում custom cuts։ Custom cuts։ Նայեք, երբ որ գնում եք մսի խանութներ, որոնք կորպորատիվ սկզբունքներով են շարժվում, նրանք ունեն որոշակի սկզբունքներ, այսինքն կտրում ենք սենց ու վերջ, որտեվ սենց կտրելը անապահով է, կարող է ձեռդ կտրել, սենց կտրելը կոդով չի, մեր մոտ նման հասկացողություն չկա, իհարկե ամեն ինչը ապահովության մեջ։ Այն ինչ որ ձեր ֆանտազիան ուզում է, մենք փորձում ենք բավարարել, դու բավարարել ենք մինչև նա բոլորին։ Իսկ այն պահը, որ օրինակ հիշեցի գնում ես մսի խանութ, ասում ես այս սրանից մի այսքան տվեք, ասում եմ չեմ կարող այս կտրեմ, որովհետև մնացածը մեզ մոտ նման բան չկա։ Որը ուզենք, ինչքան ուզենք։ Ես այդ էի ասում, որ ես գնում եմ իմ ուզածը չէին տալիս, դրա համար բացեցի, որ ես կարողանամ իմ ուզածը, այո, որը ուզեք, ինչքան ուզեք, միշտ։ Ինչ է պահանջվում լավ butcher shop բացելու համար։ Բացի իհարկե այդ մսերը, որ ասացիք ամբողջ աշխարհից ներկրում եք, գալիս է եւ այլն։ Ես խորհուրդ կտամ, եթե մեկ ուզում է բացի, գնա մտնի միտեղ աշխատի։ Սկզբից, որոշակի ժամանակ միտեղ աշխատի, որտեղ մինչև չես աշխատում, ներսից չես կարողանում հասկանալ այդ ամեն ինչ, որտեղ լուրջ process է, շաբաթվա 7 օրվա գործ է ու անընդհատ մի բան կա մեջը։ Մեկը գույնը փոխեց, մեկը հոտ կպավ, մեկը թարմ չբերեցին, մեկը ճիշտ չկտրեցի, շատ կարևոր է, շատ։ Ու ոնց որ ասում են, պետքա գլխին լինես։ 24 ժամ։ 24 ժամ։ Չի լինի մենեջեր դնել, չի աշխատելու այդ բիզնեսը։ Չէ, աշխատում է մենեջերն է, բայց այդ մարդն էլ պետքա հանգստանա, այդ մարդն էլ պետքա գնա, չգիտեմ, հանգստի ինչ որ մի բան, էլի չես կարող ամեն ինչ թողել մի հոգու վրա։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Okay, եք հիշում եք առաջին հաճախորդին։ Առաջի հաճախորդը պապայիս ընկերն է եղել, ժամը 9-ին պետքա խանութը բացենք, ինքը 8:30 եկավ։ Երկու հատ տավարի պոչ առավ ավստրալիական վագուի տարավ։ Okay, իսկ ամենադժգոհ հաճախորդին։ Դժգոհ հաճախորդ չենք ունեցել։ Երևի ամենադժգոհ հաճախորդը ես եմ մեկ, որտեվ երբ որ ես մեր մոտից միս եմ առնում, ես ինքս չեմ դնում, ես անցնում եմ այն կողմ, ապակուց այն կողմ, ունդեղ իմ աշխատողին ասում եմ, որ ես եմ ուզում եւ սա։
Վճարում եք բնականաբար։ Զեղչ կա թե չէ։ Չէ, զեղչ ոչ մեկի համար չկա։ Նվերներ միշտ կան, բայց զեղչեր չեն կան։ Իսկ հաճախորդը միջինում ինչքան փող է ծախսում։ Հասկանում եմ, տարօրինակ հարց է, որտեղ կարա 1 կիլո վեստի, կարա 1 pound վեստի, կարա 10 pound։ Բացման օրից մինչև հիմա միջին թիքետը հաճախորդի $180-185 է։ Okay, ասացիք, որ բարդ գործ է, որովհետև հնանում է, հոտակպնում, փչանում է եւ այլն, այ մի քիչ այս process-ի մասին պատմենք, էլի, ոնց ենք անում, որ մնա բարձր որակի ու այդ փչանալու հետ ուղարկելու, թափելու process-ը ոնց է ազդում բիզնեսի գնագույացումների եւ այլն վրա։ Թափում ենք աղբը, ուղղակի թափում ենք աղբը, չենք փորձում process անենք, չգիտեմ, այդ մնացած տավարի մյուսը սարքենք կոտլետ, որ հետո փորձենք որպես կոտլետ, ուղղակի թափում ենք աղբը։ Ու վերջ գնում։ Սկզբում սրտիցը տարօրինակ աթում, դժվար է քննում գիշերը, որ այդքան թափեցիր, բայց դա մի օր քեզ հետ է վերադառնում ու լավ ձևով է վերադառնում։ Որակի, հա, բարձր պայման ձևով։ Իսկ շատ ալ թափոնը։ Նայեք, սեզոնային է, օրինակ ամառվա ամիսներին մարդիկ տունը ճաշ չեն եփում, խաշլամա չեն եփում, բան չեն անում, այդ մսերը այո, սկսում են հիմնականը խորովածի վրա են ազդում։ Հետո փոխվում, հետո սկսում են ճաշ ու խաշլամա ու խաշեփել, այն մսերն է ավելի թույլ անում։ Հասկացա, այսինքն տարբեր է շատ, նես չի որ մշտական սա է փչանում կամ նա է փչանում կամ նա։ Դե բայց ժամանակի հետ երևի սովորում եք, որ այդ փչանալը գործի մի մասն է։ Դա ներդրում է, որ այո նայեք, եթե մի անգամ ձեր դուրը չկա, հաշված է, որ 6 ամիս այդ մարդը չի գալիս քո խանութ։ Եթե գա 6 ամիս հետո է գալու, պլյուս դուք ասելու եք ձեր ընկերոջը, ձեր բարեկամին, ձեր հարևանին, որ առա փչացած է, այդ մարդն չի գալու, ինձ ավելի լավ է դա բացառենք։ Այո։ Հասկացա։ Իսկ տեղում եք կատարում մսի հնեցում, մարինացում, տեղում նման գործընթացներ կան։ Հնեցումը անում ենք խոզ եւ տավար, խոզերը 21 օր, տավարները 40-ից եւ ավել օր։ Ես դասերի գնացի հնեցման, շատ հետաքրքիր, մի հատ լրիվ ուրիշ աշխարհ է, որ ֆանտազիատ ինչ հերիքի բաներից սկսած կարող ես հնացնել այդ ապարատների մեջ, շատ։ Բայց փոքր երեխու պես է, պիտի ամեն օր իրանց գույնը նայես, թեքես, չգիտեմ, մեկը մեկին մի քիչ մոտիկ ես դրել, տեղը փոխես, սա սրանից նեղացավ հանես վերևի հարկը, հա տես բաներ կա։ Ասենք իրար կողք դնում ես լավ չեն հնանում, հանում ես վերևի հարկ, սկսում են լավ հնանալ։ Կամ ուրիշ միս ես բերում դնում, սրանց սիրում ես, սկսում են լավ հնանալ։ Ես գիտես ինչն է զարմանալի, այնքան սիրելով ես պատմում այդ մսերի հնեցման բան process-ի մասին, որ իմ մոտ տպավորությունն է, որ հետո ուտելը մի քիչ ափսոս է։ Նայեք, իր դուրը անընդհատ չես կարող բացել, որ միկրոկլիման չփոխես, ես սպասում եմ այդ օրվան, որ այդ օրը կարելի է բացել, որ բացեմ մի հատ այդ հոտը քաշեմ, այդ հնեցման, այդ չեմ ամ Roquefort-ի sense մի հատ խառը հոտ է գալիս իրանից։ Հետո ուտելուց մեղքը չեն գալիս։ Չէ, եթե կենթանին լավ պայմաններում է ապրելու process արվել մարդկայնորեն, երբեք։ Okay, իսկ ունեք ամենասիրված ու ամենաշատ վաճառվող ինչ որ մի ապրանքատեսակ։ Մեր խանութը հիմնականում հայտնի է իր ստեյքերով, որտեվ այն ինչ որ ձեր մտքով անցնում է, մենք ունենք, նույնիսկ բաներ կա, որ հետևում են պահում, որ կան մի բան մանգան չգտնեն, ասեն այս բան է, ես էլ հետևից բերեմ, այդ էլ ունենք։ Հիմնականը դա է։ Ստեյքերն են հիմնականում, այո, շատ հայտնի է ստեյքերով։ Երկրորդ ամենամեծ բանը, որ մի հատ խոզի տեսակ կա, ճապոներեն կուրաբուտա է իր անունը, իրանց հորմոն անտիբիոտիկ չեն տալիս, շատ նման են մեր Իջևանի խոզերին։ Երկրորդ ամենաշատ վաճառվող միսը, որտեվ այդ խոզի, չեմ ամ, քթից բռնած մինչև պոչը մենք ունենք։ Ամեն ինչը փորձում ենք ունենալ։ Ու դա երկրորդ մեր ամենաշատ վաճառվող բանն է ստեյքերից հետո։ Ստեյքը well done okay է, թե չէ։ Առաջ okay էր, ասում էին well done սարքի, տենց okay, հիմա չէ։ Ձեր համար okay։ Չէ, որտեվ հետո տեսնում եմ այդ մարդկանց դուրն է չի գալիս իրական։ Հա։ Բայց եթե հաճախորդը միշտ ճիշտ է, ոնց ուզում եմ, մենք տենց պատրաստում ենք իր համար, դա չի խնդիրը, բայց մի քանի անգամ ասում ենք, երեսը վառած է լինելու, ավելի չոր է լինելու, կամ well done-ի համար այս steak-ը մի ընտրեք, գոնե այս մեկը ընտրեք, սա well done ուտվում է։ Հասկացա, մի խոսքով դա լավ մեծ մի փիլիսոփայության մաս է, որովհետև գիտեմ, որ steak սիրողները չեն ընդունում well done ուտողներին։
Կա տենց բան, հիմնականում ավակ սերունդն է, որովհետև այն ժամանակները, որ բակտերիա չլինի մեջը, էս չլինի, դե միսը, չեմ բժշկական ոչ մի բան չէր անցնում, գալիս էր մի անգամից շուկա, մարդիկ այնքան էին էփում, որ մեջը բակտերիա չլիներ։ Այդ ժամանակները վերացել է, մենք հիմա հում ենք ուտում, միսը թարթար ենք ուտում, չեմ չիքյուֆթա ենք ուտում, ու ոչ մեկս չենք մեռել դրանից, բայց իրանց մեջ դեռ մնացել է, որ պետք է դա վառած լինի, որ մեջը բակտերիա չլինի։ Ու երևի պետքա պատմենք, որ ոչ well done steak-ը երբ որ կտրատում ես ու կարմիր դա արուն չի։ Մի հատ անգլերեն լավ արտահայտություն կա, ուղղակի չեմ կարող բարձրաձայն ասել, եթե դու կարծում ես դա արուն է, քեզ մի բառ են ասում։ Դա մեոգլոբին է, դա պրոտեինի մի տեսակ է, որը վարդագույն գույն է, ու երբ որ միսը էփվում է, նա կծկվում է, հետո թուլանում է, այդ մեոգլոբինը դուրս է գալիս, ու ասեմ դա ամենահամով մասն է, թե ստեյկը թաթախեք դրա մեջ եւ ուտեք, շատ ավելի համեղ է, քան ցանկացած ինչ որ մի հեղուկ որ լցնեք իր վրա։ Մի հատ համ կա, որ ես միշտ ման եմ գալիս ամեն ինչի մեջ, ու այդ փորձում եմ բերեմ իմ խանութ, դա ումամին է, ճապոներեն բառը կոչվում է շատ համեղ։ Նակ սունկեր ունեն այդ համը, լոլիկը ունի այդ համը, տավարի միսը ունի այդ համը, կան տավարի միսեր, որ շատ ավելի արտահայտիչ ունեն, ու երբ որ դու ուտում ես ու բերանիդ մեջ մի արտառոց բան ես զգում, դա այդ 5-րդ համն է։ Ու շատ կենտրոնացած ենք դրա վրա, որ այն ինչ որ բերում ենք ունենա դա իր մեջ։ Դա քաղցություն ունի մեջը, աղիություն ունի եւ համեր, որ մարդիկ ուտում են ու անբացատրելի է, չեն հասկանում ինչ կատարվեց իրանց բերանի մեջ։ Ես շատ անգամ հյուրասիրում եմ, ինքը կծում է ու ես յան հարցում եմ դուրս եկավ, ինքը չի կարողանում պատասխանել, որտեվ այդ իր համար այնքան նոր է, որ սենց խառնվում է իրար, հետո մի քանի ժամ հետո ասում է այդ համից եմ էլի ուզում։ Այդ եմ ման գալիս։ Իսկ ի՞նչ նախնդիրը գտնելը։ Չէ, ինքն էս ուզում է մի բան ուտի, այդ մի բան էլ ասում է դուր, որ այդ համը ունեն, էլի, խնդիր չկա։ Իսկ բուսական մսի հիմա տենդենս կա, արհեստական ձևերով միս են պատրաստում եւ այլն, դրան ինչ վերաբերում եք։ Ես խորհուրդ կտամ մարդիկ շրջեն եւ հետևը կարդան, թե ինչ կա դրա մեջ ու հետո իրանք որոշեն ուզում են դա ուտեն, թե ոչ։ 3D printer-ով։ Այո։ Եթե մի բանի մեջ 30-ից ավել անուն կա ու կռախմալ կա մեջը ու չգիտեմ ինչ ավել բաներ, կարծում եմ մեկը որ իր առողջության ուզում է հետևի, պետքա չուտի։ Ավելավա ոչ միս ուտես ոչ դա, բայց դա չէ, դրան կողմ չեմ։ Իսկ ոնց ենք բացվելուց հետո ասում եք ելփում առաջի բացասական ճակերտներով բացասական ֆիդբեքը ունեինք, ոնց ենք արել մարքեթինգը, ոնց ենք գովազդել սոցիալական ցանցերով, մարքեթինգի թիմ ունեինք, որ անում էին ու շատ հաջողակ ու դեռ շարունակում են անել ու շատ շնորհակալ եմ իրանց, հիմնականում Instagram-ով է մեր մարքեթինգը ու շատ աշխատող է, բայց էլի հետաքրքիր մի բան, երբ որ Instagram-ում մի հատ reel ենք դնում, որի մեջ կա մարդուերես, դա չեմ լիքը մարդ նայում է, երբ որ միս ենք դնում, քիչ է նայում, այսինքն պետքա մարդով սկսես, հետո տանես իրանք մսին, դա իրանց դուրը գալիս է, ու կոմենտներն որ կարդում ես, դրանց տակ ավելի շատ կոմենտ կա, բայց մենակ միսը չեն սիրում, անպայման ուզում են մսի հետ մարդ տեսնեն իրանք։ Մի բան խոսած, մի բան ասած, ուղակի միսը չեն սիրում։ Իսկ դուք որպես մասնագետ ռիլեր նկարում եք ձեր մասնակցությամբ, բացատրելով ես ամեն ինչը։ Այդ կարծում եմ շատ աշխատող է։ Արդեն փաստորեն 1 տարուց ավել կա, 3 տարի 3 ամիս չարչարվել ենք, ստանալով permit-ները։ Ամենադժվարը այս ընթացքում ինչն է եղել։ Եղել է մի պահ, որ ոնց որ ձեռքերը իջացրել եք, մտովի գոնը 1 եւ որն է եղել դժվար պահերը։ Արմանը այսքան տարվա փորձ ունենալուց հետո ու իմ գործընկերների նման գործընկեր ունենալուց հետո նման թիմ ունենալուց, ասենք մենք մենակ ուժեղանում ենք, երբեք չի եղել այս զգացողությունը, որ չէ, կարելի է չանել կամ ուրիշ բան անել, չէ։ Միայն շարժվում ենք առաջ։ Երևի այդպես էլ պետք է, հենց տրամադրվածությունն է շատ կարևորը։ Կան բազմաթիվ այդ վերադառնալով մարքեթինգին ու Instagram-ին ինֆլուենսերներ կան, որոնք չգիտեմ, կամերայի դիմաց նստած ուտում են, շատ նայում են իդեպ։ Ու նայում են հիմնականում ոնց հասկանում եմ ասիական երկրներում։ Անտեղից սկսեց հիմա։ Չգիտես ինչն է հետաքրքիր դրա, փորձել եք նման բան անեք, աշխատում ո՞թե չէ։ Չենք փորձել, չէ, մեր ուղղվածությունը մի քիչ ավելի ուրիշ է, չենք փորձել դենց, բայց ինչի՞ չէ, ես բաց եմ։ Կարծած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։
Menu AM-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Menu AM-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuam.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Ոնց հասկանում եմ, ձեզ մոտ, քանի որ ստանդարտ մսի խանութ չի, բարձրակարգ մսի խանութ է, նաև գներն են բարձր։ Եղել է որ բողոքել են մերոնք գնից։ Այս թեման առաջի օրից ունենք, մենք ու մինչև հիմա պայքարում ենք սրա դեմ, բոլորը ասում են ոսկիներով սարքած խանութ է, այնտեղ, չգիտեմ, $100-ից պակաս միշտ չկա, մի մտեք։ Ասեմ ձեզ, եթե մյուս խանութների գնին չի, ապա մի բան էլ էժան է։ Այո, $100, $200, $300 միս էլ կա, բայց նա արժի $100, $200, $300, նա $10 միսը չենք դրել $300, գները շատ մաչելի են։ Բայց $10 միս էլ ունեք։ $5 էլ ունենք։ Լուրջ։ Այո, եւ $500 էլ ունենք։ Լավ, իսկ եթե ասած, օքեյ, տարբերությունը ո՞րն է, որ այդքան մեծ է։ Գիտեմ, որ մի քիչ տես խորը մասնագիտական հարց կարող է, բայց հետաքրքիր է, հա։ Օրինակ կոնյակի մասով բարձա process-ն է եւ հնեցումն է։ Մսի մեջ ո՞րն է տարբերությունը։ Ճապոնիայում մեծացված Kobe նահանգից դուրս եկած միս որ կոչվում է Kobe, դրանից կա ընդամենը 3000 հատ կով, ու պետությունը չի թողում որ ավել լինի։ Պետք է 3000 լինի։ Մեզ ամսական հասնում է 3 կտոր միս, մենք ավել չենք կարող առնել, չնայած պետք է լիցենզիա ունենաս որ այդ միսը կարողանաս առնել ու վաճառել։ Դրա համար դրա գինը համապատասխան է։ Kobe քաղաքի կողքում մեծացած նույն կովը արդեն Kobe չի, նա մաչելի է, նա արժի 4 անգամ ավելի պակաս։ Կարելի ասել արհեստականորեն սահմանափակելով քանակը բարձրացնում են գինը։ Բայց ինքը իր համի մեջ մեծ տարբերություն ունի $10-անից։ Այն շոկոլադ կերածը չի։ Չէ, օրինակ երկու հատ ստեյք վերցնեք շոկոլադ կերած եւ ոչ շոկոլադ կերած, դուք տարբերությունը կզգաք։ Հետաքրքիր է։ Կարող է ձեր դուրը նա գա ավելի, բայց դուք կզգաք, որ սրանք տարբեր մսեր են։ Նույնիսկ հում վիճակում որ նայում ես կամ ձեռք ես տալիս, զգում ես որ դեռ տարբեր են։ Okay, աշխատողները հայ են բոլորը։ Ոչ բոլորն են հայ, ունենք նաև օտարազգի, շատ լավ թիմ ունեմ, շատ։ Ասեմ, որ իմ պայմաններից մեկը, որ իրանք պետքա բոլորը սիրեն ուտել միս։ Եթե չեն սիրում միս, մենք իրար հետ չենք աշխատում։ Ինչ ունեմ խանութում բոլորը ամեն ինչից փորձել են։ Ամեն ինչի համը գիտեն, որը որտեղից է գալիս բան, որ ես հանգարց այնտեղ չլեմ, իրանք դες կպատմեն, ասենց, պարտադիր նոր մի բան ստանում են, բոլորովս ուտում են։ Թիմից շատ գոհ եմ, շատ հոյակապ մարդիկ են, տենց սրտացավ աշխատում են ու շատ մաքուր, շատ։ Այսինքն բյուջետի մեջ հատուկ տենց գիծ ունեք, հա, որ թիմի team building կամ չգիտեմ, գիտելիքների զարգացման մասով որ ուտում են։ Իսկ եղել են վատ դեպքեր թիմի կամ հաճախորդների հետ կապված, չգիտեմ, գողություն, ինչ-որ տես բան չեն եղել։ Վատ բան եմ ուզում ասես չի ստացվում, էլի։ Բանը փորի կարող է գտնես մի բան ընթացքում։ Մի քիչ է փորփրի, չէ։ Ընթացքում կարող է գտնես։ Okay, Արնակ եղել է, որ մի օր բոլոր սառնաները փչացել է։ Մի օրվա մեջ։ Ասենք առավոտ եկել ենք բոլոր սառնարները, այ առը մամաս էլ նույն բան առաջին ասաց, կոնկրետներն են արել, հատուկ են արել, չէ, պրոստը տենց զուգադիպել էր, որ բոլորը միանգամից փչացել էր, այո։ Շուտ սարքվեցին։ Դա մինչև սարքվեց, ապրանքը գնաց ամբողջը աղբ, որը հնարավոր էր տանել ինչ-որ միտեղ պահել, հայցինք, բայց մնացած ամբողջը գնաց աղբ։ Շատ դժեցիք։ Այո։ Շատ ափսոս էլի։ Մեր այսպեսի բան հարց երևակայական, եթե կարողանայիք կյանքում ընդամենը մի ուտեստ միշտ ուտել, որը կլներ։ Այդ մի հատ իրավունք ունեք ուտելու։ Մամայի սեփած դդմով ճաշը։ Ահա, ավելի սիրուն պատասխան չէր կարող։ Դդմով ճաշը շատ ու մեջը հորթի միս կա անպայման։ Հա, միսը կա։ Միս կա, դե մամա եփածը իհարկե ուրիշ է։ Օրենք ունենք, չէ, որ 30 օրվա ընթացքում կարող ես վերադարձնել գնված ապրանքը, դա երևի չի վերաբերվում մսերին։ Ընդհանրապես ցանկացած բան, որ դուրս եկավ խանութից, մենք նշան ունենք, որ ոչ մի բան հետ չենք վերցնում, բայց ինչ վերել են, ամեն ինչը հետ ենք վերցել առանց մի բառ ասել։ Իսկ ինչի են վերել։ Նայեք, օրինակ ձկնկիթ են առնում մեր մոտից, հետո գնում են
բենզին են լցնում, հետո Costco են գնում, հետո գնում են երախուն են դպրոցից վերցնում, ասենք դա տևում է 3 ժամ, այդ զգնիկը մտնում է բան ավտոյի մեջ, արևի տակ, չանում է։ Երկրորդ դեպքից հետո մենք դա հասկացանք խնդիրը ու հիմա բոլոր ձկնկիթները դնում ենք սառույցի մեջ ենք տալիս ու այդ խնդիրը վերացավ։ Հիմա դու չես կարող մարդուն հարցնել երբ ես տուն տարել, քանի օր ես պահել, արևի տակ ես դրել թե չէ, մենք որոշեցինք սառույցով տալ բոլորը ու այդ խնդիրը վերացավ միանգամից։ Չես էլ կարող ապացուցել, եթե պետք է չի, չէ, պետք է չի։ Ես ուզում եմ որ մարդիկ կան հանգիստ առնեն, մի բան դուրը չգա զանգեն ու եղել է, չեմ բացառ, եղել է զանգել են ասել են դուրներս չի գալիս։ Վաղը հետ կբերենք, ես ասել եմ հասցեն տվեք, մենք հիմա կգան կվերցնենք, կփոխենք, գումարը կտանք կամ նորը կբերենք։ Իսկ եղել է որ հեռացնենք հաճախորդներին տարածքից։ Չէ։ Այդքան ված չեն պայել դրանց, չէ։ Այդ լավ է։ Իսկ ոստիկանությունն եկել է ձեր մոտ որևէ անգամ կանչել եք, չէ։ Մի անգամ եկել են ստեյք են առել։ Ստեյք են առել։ Մի անգամ նաև։ Ոչ հայ երևի։ Չէ, ոչ հայ։ Ոչ հայ։ Ոչ հայ։ Ամենաթանկ չեկը որն ա եղել այսքան ժամանակ հետաքրքիր է։ Իմ հիշելով երևի 3-4000-ների մեջ։ 3-4000-ների մեջ։ 4000-ների մեջ։ Ինչ են առել։ Միս։ Ինչքան։ 2 տոպրակ։ 2 տոպրակ ընդամենը, բայց այն լավ թանկանոց ճապոնական։ Ճիշտ ասեմ, իրանց էլ մի բան էլ դիսկաունտով ենք տվել։ Հա։ Ճապոնական շոկոլադ կերած։ Մարդիկ պատրաստ են վճարեն նրա համար, այն ինչ որ իրանք ուզում են։ Այդ միսը մենք հատուկ պատվիրեցինք Ճապոնիայից, հատուկ իր համար եկավ։ Որտեւ ուզում էր 2 ստեյկը իրար կպաս լիներ, ասենք, Ribeye New York-ի իրար կպաս լիներ, այստեղ դա չկա, այնտեղից խնդրեցինք եկան։ Այսինքն նախապես պատվեր արեց, ասեց, միջև գա այդ ամենը։ Իսկ էսա ամենաանսովոր պատվերը եղել, թե ինչ որ հետաքրքիր բան։ Չէ, երևի անսովոր ամենապատվերը դա եղել։ Մեկ տենց եկել են մեր հայերից, ասենք, մեկը տղա էր եկել papaի հետ, ասում էր ժիվոյ միս եմ ուզում, ախպեր։ Ժիվոյ միս։ Հա, ես էլ մտքիս մեջ ասեցի, ու մատերն է ասենց ասում, ժիվոյ միս եմ ուզում։ Հա։ Մի քանի միս ցույց տվեցինք, ասենք ժիվոյ չէր։ Ասած չէ, էսի ժիվոյ չէ, ասի վաղը կգաս, վաղը եկան, մատ ուրիշ ցույց տվեցինք, ասած այսի ժիվոյ է, առավ տարավ։ Բայց ի՞նչն էր տարբերությունը։ Ես տենց էլ չհասկացա։ Օգնի ինձ հասկանալ։ Չէ, ես էլ չհասկացա։ Ժիվոյ միս որ ասեցիր, պատկերացրեցի կենթանի։ Պետք է գնաս ուրեմն մորթանոց, որ այնտեղ կենթանին լինի։ Հա, մի քիչ ժիվոյ միս էր ուզում։ Անտրամաբանական է։ Արի խոսենք մի քիչ գործընկերներիդ մասին, որովհետև մենակ չես այս ամենը արել։ Մենակ չեմ, հոյակապ մարդիկ են, հոյակապ իրար լրացնում ենք, շատ միաձև իրար լրացնում ենք, երբ որ գնում եմ հանգստանալու խիղճս հանգիստ է, երբ որ իրանք մի խոսքով հոյակապ մարդիկ են, հոյակապ։ Իրանք էլ են քոպես սիրում։ Իրանք ինձ ոչ մի բանի չեն ասում, ես իրանց ոչ մի բանի չեմ ասում, շատ հեշտ ենք աշխատում իրար հետ։ Իրանք էլ ունեն քո էնտուզիազմից, իրանք էլ են քոպես խորացել այս գործի մեջ, մսի։ Կարող եմ ասել ավելի շատ, քան ես։ Okay, բիզնեսում ի՞նչն է ամենակարևորը։ Երևի այս քո էնտուզիազմը տեսնելուց ենթադրում եմ, որ պետք է ասես 100%-ով մի բան էլ ավել, խորացած լինել, սիրել են գործը, որով որ զբաղվում ես։ Այդ բարձա էլ ինչ որ բան կա, որ քո կողմից կանած։ Նայեք, այս մակարդակի խանութի մեջ իմ համար սա պատվի հարց է արդեն։ Ես չգիտեմ, խայտարակ կլինեմ, որ մի բան այն չլինի, դուք չգիտեմ, փչացած մի սուտեք, մեկը թունավորվի, մեկին կոպտեն, մեկը, չգիտեմ, լացելով գնական փոլիս կանչի, սա պատվի հարց է մեր համար, մենակ գումարը չի։ Իսկ երբ որ ամեն ինչ պահում ես մաքուր, քո սպասարկումը հոյակապ է ու ունես լավ ապրանք, մնացած հաջողությունը երկար սպասել չի տալիս, ինքը գալիս է։ Այսինքն պետքա ոչ թե փողի համար մտքում աշխատել, այլ աշխատել գործը լավ լինելու համար։ Որ անում ես, փողը ինքն իրան գալիս է։ Իսկ հնարավոր է այսօր Ամերիկայում առանց բանկի հաշվին դրած փողի բիզնես հիմնել։ Մենք հենց տենց էլ արել ենք, մեր խանութը առաջ օրից աշխատել է, մենք ոչ մի ներդրում չենք արել բացման։ Չէ, մի րոպե, 3 տարի, 3 ամիս։ Չէ, բացման օրից։ Հա, բացման օրից, իսկ նենց, չէ, հնարավոր չի։ Հնարավոր պետք է մեծ գումարներ։ Հետաքրքիր բան ասցիք, այսինքն բացման օրից սկսել է ինքը իրան պահել խանութը։ Ինքը իրան պահել է։ Վաու, շատ ներդրում չի եղել ընդհանրապես։ Բացի մեր ֆիզիկական այնտեղ աշխատելուց, որտեվ ես եւ գործընկերներս բոլորին հավասար այնտեղ աշխատում ենք ու եթե 5 րոպե նստում ենք, չենք դիմանում, ուզում ենք մենք էլ անդադ աշխատենք, որտեվ մեզ էլ է հավես այդ process-ը։ Չեք խանգարում աշխատողներին։ Մեկ խանգարում ենք, մեկ կարող է գաք մտնեք, տեսնեք մենք անում ենք, իրանք կանգնած նայում են գործը։ Չեն ասում շեֆ մի վարքյան։ Չեն կարա, որտեվ մենք էլ ենք ուզում այդ միսը տեսնենք, ձեր տանք ու process անենք։ Դուրնես գալիս է։
Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագ աճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Okay, բացի այն, որ խանութ եք, նաև ունեք խոհանոց, նաև catering-ներ եք ապահովում, խնդրեմ այդ մասն էլ ներկայացնենք։ Շատ մեծ ծխացման ապարատ ունենք, ամերիկյան ոճի մեջ խոզի մատներ, baby ribs, բադից սկսած մինչև pork butts ամեն ինչ պատրաստում ենք, ածուխի մաղան ունենք եւ steak-ի գրիլ ունենք։ Ասեմ, որ պատվերները շատ քթիմազ են, շատ ու իմ դուրը գալիս է, որտեվ երբ որ տենց են մարդիկ ուզում, այդ նշանակում նրանք հասկանում են, ուղակի չեն ուզում տանեն լափեն մի բան, ուզում են որակյալ լավ ուտելիք ու իմ դուրը գալիս է, որ ասում են, չգիտեմ, չեն ասում տավարի խորոված, այլ ասում են medium է փաս տավարի խորոված, ես հասկանում եմ մարդը քիմքի համ ունի ու գիտի ինչ ա ուզում, ինձ հաճելի է այդ։ Ու մեր խանութը հիմնականում գրավում է տենց մարդկանց։ Այդ է հիմնականում այդ է, սեզոնային խաշել ենք սարքում, չգիտեմ, մոժոժել ենք սարքում, տես տարբեր բաներ ենք անում, չգիտեմ, մարինացված բադի լեզու ունենք հիմա, որ շատ պոպուլյար է։ Այդ է։ Okay, ասեմ քյաբաբների մեծ տեսականի ունենք։ Շատ մեծ, որ ոչ միտեղ ես չեմ տեսել, օրինակ տավարի լեզվից քյաբաբ ենք սարքում։ Շատ լուրջ process է, որտեղ դրա կաշին շատ դժվար է, 5 ժամ խաշում եմ, որ կաշին փոխում են ձեռով, դա վերցնում ենք վրայից քեզ։ Սևանի ռակ չունեք, Սևանի ռակի քյաբաբ։ Ունենք։ Այդ դուրջ Սևանից ռակ եք բերում։ Սևանի չէ, բայց տեղական ռակից, տեղական ռակից քյաբաբ ունենք։ Տեղական ռակից, բանել բաղադրատոմսել ընդերից ենք բերել այնց։ Սկզբում փորձում ենք չէր ստացվում, այնտեղ ծանոթով բանով իմացանք ձևը։ Սեմոյի մոտից, չէ՞։ Այո, Սեմոյի մոտից։ Այդ Սեմոյի բոլորը գիտեն, որ Սեմոյի մոտ են տենց բաներ ուտում։ Ինչ Կենթանի խեցգետին էլ ունենք։ Հա։ Կարող է գալ տեղում միանգամից պատվել։ Խեցգետնին հանդեպ վերաբերմունքը ամերիկացիների մոտ, բայց որքան գիտեմ, այդքան էլ լավը չի։ Այս նահանգներում չէ, բայց եթե գնաք օրինակ Լուիզիանա, ոնց է այդտեղ drive-thru McDonald's, այնտեղ drive-thru այդ խեցգետնի տեղեր կան, շատ ընդունված։ Իսկ ինչի՞ ստեղի ժողովուրդը չսիրեց խեցգետին։ Սա ավելի ասում են կեղտոտ բան է ինքը, չգիտեմ։ Չէ, հակառակը, որտեղ որ մաքուր է ջուրը, ինքը մենակ այնտեղ է ապրում։ Այդ մենք գիտենք։ Հա, չէ, այս նահանգը մի քիչ ուրիշ է, այստեղ շատ խառը մասա է, այստեղ չգիտեն, իսկ այնտեղ շատ ընդունված է շատ։ Քյաբաբներից էլ ինչ ունենք հետաքրքիր։ Դա ունենք դանակով ծեծած քյաբաբներ ունենք, որ աղացաշի, ոչխարի, տավարի, 7 տեսակի քյաբաբներ, տարբեր տեսակներ, 7 տեսակ քյաբաբ ունենք։ Okay, իսկ նոր տեխնոլոգիաները էլ ոնց են ձեզ օգնում, բացի Instagram-ներից եւ այլն։ Ինչքան նոր բան կա, փորձում ենք օգտվել։ Ինչքան նոր գործիք, նոր, չգիտեմ, դանակ սրելիք, մսաղած բան, ես ամեն ինչի պատրաստ եմ, ես սիրում եմ նոր տեխնոլոգիաները։ Որն ամենաշատը օգնում ձեզ։ հինը։ Որ տեխնոլոգիաներն են ամենաշատը օգնում վաճառքներ։ Տեխնիկաները, այո, շատ արագացնում են գործը, շատ հետո մարդիկ շատ չեն հոգնում, ասենք խմոր ես ուզում բացես, այն մեկը կես ժամում է բացում, սա 15 րոպեում է բացում, սա միանգամից 50 pound է բացում, դա 10 pound է բացում։ Շատ օգնում են։ Ներբություններ կա։ Menu.am.com կայք կա, որտեղ ներկայացված են մեր հայ գործարարների բիզնեսները, չգիտեմ այնտեղ դուք կաք թե չէ, եթե չէ, հուսով եմ ճիշտ ասեմ, այդ մասը մյուս գործընկերս է զբաղվում։ Okay, հուսով եմ կլինեք, մեզ դիտողներին ասեմ, որ եթե ուզում եք ծանոթանալ եւ ապագայում նաեւ պատվերներ գրանցել, կարող եք մտնել menu.am.com կայք եւ այնտեղ տեսնել թե ինչ հետաքրքիր ռեստորաններ, food truck-եր եւ սննդի հետ կապված տարբեր բիզնեսներ ունեն մեր հայրենակիցները, շատ հետաքրքիր կայք է, մտեք ծանոթացեք։ Ձեզ էլ առաջարկում եմ նաեւ հրավիրում եմ այդ կայքում ներկայացված լինել, որովհետեւ իրոք միտեղ հավաքված են մեր համայնքի, մեր հայրենակիցների բիզնեսները, ինչը շատ հետաքրքիր է։ Մենք հայերս խորովածը ճիշտ ենք սարքում, թե սխալ։ Ճիշտ։ Ճիշտ։ Իհարկե ճիշտ։ Վերջերս եմ իմացել, բայց այդ որ վերևի մասը մի քիչ վառված է խրթխրթանա, որը մենք սիրում ենք, իրականում նուտրիցիոլոգիայի տեսանկյունից ինքը սխալ է։ Ինքը այդքան էլ օգտակար չի։ Այդքան էլ օգտակար չի, բայց համով է։ Մեկ կարելի է համի զոհ գնալ, որտեվ առանց դրա էլ չի ուտում, մենք այդ ենք սիրում։ Ճիշտ եք։ Ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր կամ սկսում են բիզնես,
կամ մտածում են դրա մասին, կապ չունի որ ուղղությամբ, որ բնակավարում։ Mindset-ի մասին է խոսքը։ Չանձնվեք ձեր երազանքների վրա։ Գնացեք մինչև վերջ։ Ունենալ երազանք ու գնալ դեպի այդ։ Շնորհակալ եմ, որ ժամանակը տակ եկաք մեզ մոտ, այցելեք Legacy Butchery, ճիշտ ասեմ, Legacy Butchery Glendale-ում եւ վստահ եմ արդեն մեր հյուրի մոտեցումից հասկացաք, թե ինչ հոգատարությամբ եւ ինչ պրոֆեսիոնալիզմով ձեզ այնտեղ կսպասարկեն եւ կտան լավագույն մսերը եւ ոչ միայն մսերը։ Կհանդիպենք, մնացեք մեզ հետ։